Ռուսաստանը հայերին շարունակում է խոսել եղբայրության լեզվով։ Բայց հետքի նոր նյութը ցույց է տալիս, թե այդ եղբայրությունը ինչպես է աշխատում սահմանին։ Վերջին տարիներին Ռուսաստանը խստացրել է օտարերկրացիների, հատկապես աշխատանքային միգրանտների կանոնները։ Կանոնները. Սահմանապահը կարող է պահանջել հեռախոսը կամ համակարգիչը։ Մետրոյում ոստիկանությունը նույնպես կարող է ստուգել սարքերը։ Ուկրաինայի մասին գրառում սոցցանցում կարող է դառնալ մուտքի արգելքի կամ արտաքսման պատճառ։ Հունիսի 30-ից Ռուսաստան մտնողները պետք է նախապես գրանցվեն RU-ID հավելվածում։ Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում աշխատող միգրանտների համար կա նաեւ Ամինա հավելվածը, որը հետևում է հասցեին եւ տեղաշարժին։ Եթե 3 օրից ավելի չես լինում գրանցված հասցեում, կարող ես հայտնվել վերահսկվող անձանց ցուցակում։ Երեխաներն էլ դուրս չեն մնում։ 2025-ի ապրիլից օտարերկրյա երեխաները պետական դպրոց ընդունվելու համար պետք է ռուսերենի քննություն հանձնեն։ Հետքը նշում է թիվը։ Նախկինում Ռուսաստանում շուրջ 100,000 օրինական հայ աշխատանքային միգրանտ կար, հիմա մոտ 70,000։ Մոսկվան ասում է. մտերիմ ենք։ Փաստաթղթերն ասում են. հեռախոսդ տուր, հավելվածդ բացիր, տեղդ ցույց տուր։ Սա պաշտպանություն չէ, սա վերահսկողություն է։